Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ գրեթե յուրաքանչյուր նոր սերիա դիտողների համար դառնում է մի ամբողջ շնչահեղձ ճամփորդություն լի զգացմունքային վերելքներով, հիասթափություններով ու անսպասելի շրջադարձերով։ Դատարանի դահլիճում կրկին տեսարան է այս անգամ լարվածության գագաթնակետով Սարգիսը, ում խոսքին արդեն ոչ ոք վստահությամբ չի մոտենում, փորձում է խեղաթյուրել իրականությունը։ Նա կանգնած է ամբիոնի առաջ ու բոլորի աչքերին նայելով հայտարարում է, թե իբր Արմանն է իրեն ծեծել, որ ոչ թե Գոռը, այլ Արմանն է այդ ամենի հեղինակը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ այդ ամենի հեղինակը Գոռն է և նա ուժգին ծեծել է հյուրանոցում, որովհետև նա տեսավ Սառային ու Սարգսին, տեսավ Սառայի վիճակը, նա շատ լավ հասկացավ, որ Սառան ոչ մի մեղք չունի, սակայն զայրույթն այնքան մեծ էր, որ հարձակվեց Սարգսի վրա, իսկ Սարգսին ուղարկել էր ոչ այլ ոք, քան իր հարազատ քույրը Դիանան։ Նույնիսկ Սառայի ներկայացրած վկայությունները, տեսախցիկների գրառումները, դատարանի փաստաբանի ջանքերը չեն օգնում ամբողջապես պարզելու ճշմարտությունը։ Բայց այս անգամ արդարությունը հաստատ չի պարտվի, այս անգամ դատարանի դահլիճում է նաև Էլկան, ամբողջովին փոխված, հասունացած ու վճռական։ Նա այլևս նույն Էլկան չէ, ով ժամանակին լուռ հետևում էր իր սիրո պատմության, այժմ նա խոսում է բարձրաձայն ու անվախ։ Ինչ ասաց նա դեռ անհայտ է, սակայն նրա խոսքերից հետո դատարանի որոշումը կտրուկ փոխվում է, Արմանն ազատ է արձակվում, դա մի պահ է, որը զարմացնում է ոչ միայն ներկաներին, այլ հեռուստադիտողին։ Դահլիճում լռություն է, իսկ Արմանի հայացքը բարձրացնում է դեպի Էլկան, նրա դեմքին առաջին անգամ երկար ժամանակ հետո մեղմություն ու փափկություն կա։ Սակայն Էլկան խաբել է, իսկ թե ինչ է խաբել, ցույց կտա ժամանակը։ Էլկան գիտի, որ Արմանի հայրը ժամանակին սպանել է իր հորը, սակայն նրա սերն այնքան մեծ է Արմանի հանդեպ, որ նա չի կարող ապրել առանց Արմանի։ Սերը, որը դեռ չի մարել իր սրտում, ուժեղ է նույնիսկ ամենադաժան փաստերից։ Էլկայի համար սա պայքար է ոչ միայն արդարության, այլև ներելու ու սիրելու կարողության մասին։ Մինչդեռ Ռեբեկան էլ ավելի է հեռանում Արմանից, կարծելով, թե նա պատասխանատու է իր հոր մահվան համար, նրա սիրտը լցված է վիրավորանքով, ցավով ու անվերջանալի հարցերով։ Սակայն Արամը դանդաղորեն ներխուժում է նրա կյանք, ջերմությամբ, անկեղծությամբ ու անակնկալ հոգատարությամբ։ Ռեբեկան դեռ պատրաստ չէ նոր սիրո, բայց Արամը համբերատար սպասում է։ Այս ամենի մեջ Դիանան էլ իր բաժին մեղքը ունի։ Նրա հղիությունն այժմ վերածվել է վերջին հույսի, բայց արդյոք նա կփոխվի, թե սուտ խոստումներով ու կեղծ արցունքներով կրկին կփորձի խաբել բոլորին։ «Ծով աչքերի պատճառով» սերիալը հասել է այն կետին, երբ բոլոր ճակատագրերը հատվում են, ամեն կերպարի մեջ պայքար է մեղքի ու ներումի, սիրո ու վրեժի, ճշմարտության ու ստի միջև։ Սերիալի ավարտին շատ բան կբացահայտվի, բայց ամենակարևոր հարցը մնում է՝ ով ում ներելով կփրկի սեփական հոգին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ վերջին ու ամենաինտրիգային սերիալները դեռ առջևում են։ Սարոյանը մեկնել է երկրից, քանի որ ունի մեծ առողջական խնդիրներ, որի մասին տեղյակ չեն նույնիսկ նրա ընտանիքի անդամներն ու նրա կողքը կանգնած մարդիկ։ Դրա համար նա ամեն ինչ վստահում է Սառային ու հեռանում, չնայած Էլկայի մեղադրանքներին, որ ընդամենը մի քանի ժամից իր հոր դատն է, և Սարոյանը կարող էր իր գործընկերներին խնդրել, որպեսզի հանդիպման օրը փոխվի։ Էլկան չգիտի, որ պապը մեկնում է ոչ թե գործնական, այլ առողջական խնդիրների համար, որը կյանքի հարց է։ Իսկ մինչ այդ Ռեբեկան հանդիպում է Արամի հետ։ Արամն էլ իր համար պարզում է, որ Արմանին դատապարտում են, բայց Արմանին դատարանի դահլիճից բաց կթողնեն, քանի որ Էլկան ցուցմունք է տվել։ Իսկ թե ինչպիսին է եղել Էլկայի ցուցմունքը, կիմանանք ընդամենը ժամեր անց։ Ինչ է խաբել Էլկան և ինչ է վերցրել իր վրա, կբացահայտի ժամանակը։
Ինչպես արդեն նշեցինք, վերջին սերիաները լինելու են ամենալարված, ամենաթեժ ու ինտրիգայինը։ Արդյոք Դիանան կվերադառնա ու պատասխան կտա իր հանցանքների համար։ Հեռուստադիտողներն արդար չեն գտնում, որ Դիանան հենց այսպես հեռացավ ու պատասխան չտվեց Էմիլիի սպանության համար և իր չարագործությունների։ Նույնիսկ հիմա, երբ Սարգիսը դատարանի դահլիճում է, պետք է Դիանան գար ու պատմեր ողջ ճշմարտությունը, սակայն երբ իմացավ հղիության մասին, թողեց ընդամենը մեկ նամակ ու հեռացավ, բայց չէ՞ որ նա արդարության համար պետք է պատասխան տա իր արածների համար, չնայած որ երեխա է մեծանում իր կրծքի տակ։ Գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, ինչպիսին կավարտվի հեռուստասերիալը և արդյոք մեղավորները պատասխան կտան իրենց արածների համար, չէ՞ որ եթե Դիանան չպատժվի, հեռուստասերիալը կլինի անիմաստ։ Գրեք ձեր կարծիքները, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։